Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Երգչուհի, երգահան Աննա Եդիգարյան։ Աննա ջան, ո՞նց ես։ Լավ, մերսի, դուք ո՞նց եք։ Շատ լավ եմ, Աննա ջան, շատ լավ եմ, տրամադրությունս բարձր, օրն էլ այսօր գեղեցիկ օր էր։ Ես ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Ուրախ եմ, որ այսօր իրար հետ մի հաճելի հետաքրքիր զրույց ենք անցկացնելու։ Ես էլ եմ շատ ուրախաշատ ջան։ Ապրես։ Դե պատմիր քո մասին, սովորեցիր, ծնվեցիր, ուր գնացիր, պատմի։ Դե ծնվել եմ Բաքու քաղաքում։ Բա։ Հետո որ այդ դեպքերը սկսվավ եկանք Երևան, այսինքն ես մենակ եկել եմ Երևան, իմ բարեկամները ծնողները գնացին Ռուսաստան։ Մնացի ստեղ, սովորեցի, սովորել եմ Աքսել Բակունց էստրադային ստուդիայում, այն վաղ տենց էր կոչվում, հիմա։ Ջազային էստրադա։ Հա, հիմա քոլեջ է։ Այնտեղ սովորել եմ 3 տարի, ավարտել եմ, բայց Բաքվում ես սովորել եմ նաև կոնսերվատորիայում, ուղղակի երրորդ կուրսը եկավ ու այդ բաները սկսվեց, Սումգայիթի ջարդը բանը, ստիպված թողեցի ուսումս ու եկա Երևան։ Եկա Երևան, դեղ էլ ընդունվեցի ջազ էստրադային քոլեջ, 3 տարի այնտեղ սովորեցի։ Ահա, այնտեղ սովորողները շատ մակարդակով առաջել հիմա են։ Հա։ Լավ երգիչ երգչուհի։ Այո։ Հետո ինչ արեցիր։ Երգեցիր բեմերում, թե որտեղ համերգներ, բաներ, պատմեք գործունեության մասին, հետաքրքիր է։ Հա, շատ հետաքրքիր բաներ եղավ, հրավիրեցին համերգի անգամ Իսրայել, գնացին դեղ։ Այո, Պարսկաստան, ընդեղ էլ եմ երգել մեր հայկական համայնքի համար, դե բարձր Ռուսաստան, տենց շրջագայքեցինք, չգիտեմ ճիշտ է։ Շրջագայեցինք։ Ապրեք, այդտեղ գնացինք համերգներով, անհատական եւ մեծ միջոցառումներ, բարձրավոր Հայաստանում էլ լավ մեծ համերգներ տվեցինք, բայց հիմնականում ես երգել եմ ռեստորանում։ Ռեստորանում ես աշխատել։ Այո, գիտեք, ես գտնում եմ երգիչի համար այդ ամենամեծ շատ ուժեղ շկոլա է, հա, ընդեղի, որտեղ ամեն ինչ երգես կապ չունի, օրինակ իմ երգացանքի մեջ կա Համլարա Ֆաբիան, Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն, մեկ էլ կարող է ժողովրդական սիրուն մի երգ երգեմ։ Դա շատ լավ։ Երգիչ ամեն ինչ է։ Հա, շատ լավ մոմենտ է իմ կյանքում, ես շատ գոհ եմ, որ ես այդ դպրոց կյանքի անցել եմ։ Շատ հետաքրքիր է։ Հետո ծանոթացել եմ, արդեն ընկերացել եմ մեր շատ մեծ վարպետների հետ։ Ջիվան Գասպարյանից սկսած, հետո մեր շատ սիրելի Թաթա Սիմոնյան, Արման Հովհաննեսյանը, ուզում ասեմ, ես ընկել եմ այդ ամենալավ համով վարպետների մոտ, իրանց հետ աշխատել եմ, ինչքան գիտեի, իրանցից ավելի շատ բան եմ սովորել, շատ համ կյանքի մոմենտով, համ արվեստի մոմենտով, ու ես իրանցից շատ շնորհակալ եմ ու համարում եմ, որ Աստված ինձ սիրում է, որ ուղարկել է ճիշտ տեղ, ճիշտ ժամանակին։ Շատ լավ, հետո լավ երգեցիր, հետո երգում էի էլի։ Հետո երգում էի, մեկը ասում է այսի Պուգաչովանը, մեկը ասում է Ուսպենսկայանը, մեկը սենց, մեկը նենց, բայց ես ունեմ նաև իմ գրած երգերը։ Ահա, շատ։ Հա, ես գրում եմ երգեր, իմիջիալոց Աշոտ ջան ասեմ, ես վերջերս հայրիկս մի տարի առաջ մահանալուց առաջ ասում եմ պապ, ես ինչի եմ կարում վարքյանական սենց երգ երաժշտություն, մի անգամից գրում եմ, չգիտեմ էդի ոնց է, ասում է բա դու չգիտես, որ դու Շիրվանզադեի հայերեն ոնց է, պլիմյանիցա էլ, 4-րդ պակալենիայի, ես իրա, в общем, ինչ-որ կամ հորքուրի աղջիկ եմ, համ հորոքբոր աղջիկ եմ, ինքին բարեկամն է։ Ասում եմ, բախի չես ասա, այդքան այդ Շիրվանզադե փողոցում ջահել վախները սուսանող բան ենք եկե, չգիտեի, որ իմ կամ քերի կամ հորոխբոր փողոցն է ու ես ման եմ գալի, շատ հետաքրքիր էր, ասում եմ, երևի գեներով եկել է։ Հնարավոր է իհարկե։ Դրա համար նստում գրում ես ու եթե կարելի է մի հատ sense հումորային մոմենտ պատմեմ։ Իհարկե կարելի է։ Մի հատ երգ ունեմ, Սիստրոնոչկայա կոչվում, իմ հարազատ քույրիկի մասին։ Քո գրած։ Հա։ Եվ խոսքերը եւ երգը։ Հա, երաժշտությունն էլ, բառերն էլ, բանը, ու ինչի եմ գրել,
ամեն օր ռեստորանում ամեն իրիկուն մեր շատ սիրելի Կարենյանի իմ աղբերը երգը, օրը մի, չգիտեմ քանի անգամ պատվիրում են լսում են, մյուս օրը եկա տուն, այսինքն տուն եկա մյուս օր առավոտ որոշեցի իշխան ձուկ ժարի տանեմ, Թափակես, դե 50% ինձ գիտ կա հայերենի, սկսում եմ ես ձուկս ես տապակել, մեկ էլ գնաց առաջի բարերը երաժշտության հետ, ասում եմ, ինչ է, սաղոր իմ աղբերի, մենք հյուրերով մարդ չենք, սենց անջատեցի ձկի հետ թավայի տակը, ասեմ, իրոք, գրեցի առաջի տունը բան եկա, ու մնաց, ասի ուրեմն պիտի ձուկը նորից ժարի տանեմ, նորից միացրեցի, նորից, այս ձուկը վեճացրեցի, երգնել հետա։ Կոմուսան ձուկ տապակելու կա գալիս Հիմա որ իմ ընկերները մեկ-մեկ ասում են երկապետ գրի ինչ-որ մեկի համար, ասում են անջան խնդրում ենք մի հատ ձուկ առնորել, ինձ լավ ստացվում ձուկի։ Թող այդքան բան են հասկանում են, թող ձուկն էլ իրանցից էլ է։ Թող ասում են բերեք թանգանս ձուկը։ Սենց իսկականից դա իրական դեպք է, էլի։ Իսկ քո երգերը երգում են ընդհանրապես կա մարդիկ, որոնք քո երգերը երգել են։ Հա, ես ասեմ, այդ Սիստրյոնիչկա երգը, արդեն երևի։ Հա, ռուսերեն է, բայց հայկական մեղեդիով, կլարնետով, սաղ հայկական է, ուղղակի ռուսերեն է բարերը։ Հա, ինչ է։ Հա, բան եմ արել, զանգեցի քույրիկիս, ասում եմ, քո մասին երգ եմ գրել։ Ակասը միջև եմ ուղարկել արդեն Մոսկվայում, այդ որ պիրացկի ասում են, դեռ երգը չի լույս աշխարհ եկե, հենց ժիվոյ երեխեքը նվագել են գործի տեղը բան, արդեն դեռ զբորնիկում վաճառում են։ Ու քույրիկիս մի հատ աղջիկ եկել է, ասում է, գիտես, ասում է, երգ եմ լսում քրոջ մասին, մի հատ Աննա Եդիգարովա է երգում, Եդիգարան կարող է քույրիկ դա։ Արդեն երգս վաճառում են, ես հələ ստուդիայում ոչ ձայնագրվել եմ, ոչ մի բան, ու այդ 15 տարվա մեջ աշխարհի տարբեր ծերերի, որտեղ մեր հայերը կան, վիդեոները ուղարկում են, ասում են նայի քո երգի տակ, Սիստրյոնիչկա երգի տակ, բարում ենք, ուրախ, միջև հիմա այդ երգը ակտուալ է, ասենք, մարդիկ սիրում են, լսում են։ Ես չեմ լսել, հետաքրքիր է։ Հա, չէ, երգում են։ Դաժե ստեղ լսում, երեխեքը զանգում են Երևան, երգչուհիները, բան, ասում են, քո երգն ենք երգում, ասում եմ, տոկոս տվեք, չեն տալի Աշոտ ջան։ Դե պատվիրեն, թող պատվիրեն երեցիկ երգ։ Ախր պետք է երգերը շատ լսվի, որ իմանան, սիրեն, հետո նոր պատվիրեն։ Կան ու ասենք երգ քեզնից պահանջեն։ Ընտանիքիդ մասին խոսես։ Ընտանիքս դե ասեցի։ Ինչ երեխա ունես։ Մի տղա երեխա ունեմ։ Քանի տարեկան։ 32։ Քեզնից մեծ է, հա։ Ինքը երկում է, գրում է։ Չէ, ինքը կոմպյուտերի մեջ, ոնց որ հիմիկվա ջահելները սիրում են, դա, բայց շատ ուժեղ լսողություն ունի։ Մի անգամ հիշում եմ այդ Վալերիայի Չասիկի մի հատ երգ կա, «Девочка своей ты меня назови», Չասիկինա, պիտի սովորեմ օրը 60 անգամ ուզում են երեկոյան։ Հիմա մի հատ տեղ կա, իմ սլուխով չեմ կարող մտնեմ։ Երեխես էլ 12 տարեկան է, սենյակից դուրս եկավ, ասում է, մամ, ես քեզ ֆալշ երգում, ասում եմ, բալես, չեմ կարող տեղին մտնեմ։ Մեկ էլ ես պուճուր մի թեքեն, աչքերով ես հետո, նայի ինձ լսի։ Դիր երգը մինուսը դնում ես, կամ առաջ եմ մտնում կամ հետ, մամ, լավ էլի, մի հատ քեզ բան արա, նենց հետաքրքիր է, բայց չի երգում, ափսոս։ Շատ ուժեղ սլուխ ունի, չես կարա մոտը ֆալշ երգես։ Կրթություն ունի, սովորել է։ Հա, հատուկ քոլեջը ավարտել ինֆորմատիկայի։ Բայց հիմնական փառքասու իր խելքով։ Ամուսնացած եք։ Դեռ չէ։ 32 տարեկան ամուսնացած։ Դեռ չէ։ Ուզող չունեք։ Ունի, երազում եմ, ես արդեն որ գնում եմ հարսանիքներ կամ միջոցառում են, որ ասում եմ պոտենցիալ կիսուրի նման, sense նայում եմ աշկիս տակ, ասում եմ, էսի քսազի, բայց դե բան չկա։ Չէ, ուշացնում է արդեն տղա։ Արդեն աղուց է ուշացրել, հա։ Ասես որքան ժամանակ աստեղ ես։ Ամերիկայում։ Հա։ Էսա նույնը 4 ամիս։ Այդքան երկար ստեղ։ Ոնց եմ դիմանում։ Եկար ու ինչով սկսեցիր զբաղվել։ Նախ եկա մի անգամից փառքասու լավ ընկերություն ունեմ։ Իմացան, որ եկել եմ։ Այս երգելու պահով, այն որ ասում ասենց գնաց, բանը լուրը տարածվեց, որ եկել է Աննան, ասեն, վա, ինչ լավ է, ու տենց էլի ռեստորաններում, ասենք մի օր մեկն է զանգում, մի օր մյուսն է զանգում, ստեղ ծնունդ ա, դեղ բալիկ ա ծնվեց, ստեղ
Քնում ես։ Հա, մեծ հաճույքով քնում եմ, երգում եմ ու շատ եմ սիրում իմ աշխատանքը, շատ, որտեվ ես մարդկանց ուրախություն եմ պարգևում, մեր հայերը թող միշտ ուրախ լինեն։ Եղավ Աննա ջան, մեր հաղորդման առաջի մասն ավարտվեց, տես ինչ արագ թռավ։ Հիմա մենք անցնենք գովազդին, մի քանի րոպեով ընդմիջենք, որից հետո նորից շարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս, երգչուհի, երգահան, շատ սիրուն երգեր ա գրում Իմիջալոց Աննան։ Աննա Եդիկարյանի հետ գովազդը արդեն եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Աննա Եդիկարյանի հետ։ Աննա ջան, հիմա որքանով հասկացա, այնքան էլ արվեստով չես զբաղվում, ինչ ես անում հիմա։ Ես հիմա մի թեթև ուրիշ գործով եմ զբաղվում, մի բուջուր օֆիսա մենեջեր եմ աշխատում, բայց իմ նպատակը ստեղ Լոս Անջելեսում հատկապես, Ամերիկայում, բայց Լոս Անջելեսում երեխաների համար վոկալի դպրոց բացեմ, որտեղ այնքան բան գիտեմ, այնքան մանրամասը կա, որ երեխեքը լավ երգեն, դառնան մեծ աստեղներ, ես ուզում եմ սաղ իմ տարիների մեջ կուտակված փորձը փոխանցեմ մեր ապագա սերունդին։ Հիմա շատ կան, գիտես, չէ՞։ Հա, այնքան տաղանդավոր երեխաներ կան։ Բացի այդ դպրոցներ շատ կան, մասնավորել են շատ, պարապում շատ, ամեն քայլին կան ու բոլորն էլ իրենց աշակերտներն ունեն ու բոլորն էլ արդյունք տալիս են։ Դա չի որ պատահական մարդիկ են դա սանդում, այլ պրոֆեսիոնալ կարգին լուրջ երգահաստղեր, ճանաչված երգիչ երգչուհիներ ունեն երեխաներ, սաներ, որոնց հետ աշխատում են լուրջ եւ պատկերացա արդյունքն էլ երևում է։ Հիմա թեկուզ մասնավորել չեն առաջարկում երեխայի հետ, ասենք աշխատես, զբաղվես այդ երեխա։ Հա, պատկերացեք ոչ թե երեխա, կան մի երկու հոգի, մի հատ կինա, մի հատ տղամարդ, 40+ տարիքը։ Հա, զանգել են, հա, ասել են, ու պատկերացնում եք նենց ձայներ ունեն, ես ապշած եմ, ասում եմ, ինչի՞ քան տարի չեք երգի, ասում եմ, ամա չու մենք, ասում եմ, կյանքը նենց չի դասավորվի, հիմա ոնց որ ուզում ենք։ Գործիք ունես, դե գործիքով որ հետները պարապես։ Չէ, ես իմ գործիքը չունեմ, ու տուն գնում եմ, իրանք դաշնամուր ունեն։ Հա, դու ես գնում։ Հա, գնում եմ իրանց տները, որ իրանց հարմար լինի, հետո ինձ էլ է հետաքրքիր քայլել Ամերիկայով։ Ոտքով ես գնում։ Չէ, դեռ տաքսիով եմ գնում ու հələ մեքենա չունեմ, այսա շուտով պիտի պարապեմ, քննություն հանձնեմ, Աստված հաջողություն։ Մերսի։ Լավ, մարդիկ որ գալիս են այս երկիր, ինչ որ բանով, ինչ որ նպատակով, ինչ որ սպասելիքով գալիս են, այ որ գնամ, ես պետք է անպայման կպնեմ, ինձ այն մարդը որ աշխատասեր է, որ մտածում է մի բան անել ու անում է իսկապես, այ դրանց ապրեն դրանք, որտեվ պետք չի մենակ դստել ու երազել, պետք է գործանել դրան հասնել։ Հիմա դու սպասելիքներ ունես այս երկրից։ Հա, ես մեծ սպասելիքներ ունեմ։ Հնարավորություն տալիս են շնորհքով, խելոք, տաղանդավոր մարդկանց միշտ էլ են։ Ես գիտեք, միշտ ասում եմ, Ամերիկան այն պետությունն է, որ ինքը ոնց ասեմ, անգյալ մարդ չի սիրում։ Ծույլ մարդ։ Հա, եթե տենում են դու աշխատասեր ես, ինչ որ մի բան թեկուզ ներդրում ես այդ պետության մեջ, ինչ որ մի հատ լավ բան ես անում, իրանք միշտ ընդառաջ են գնում, օգնում են ամեն ինչով։ Լավ, Աննա ջան, այսքան խոսում ենք երկից, բայց մի հատ
Չանցանք երկին։ Մի հատ կուզեմ մի երկ կատել, գիտեմ որ դու չես սիրում որ բանագրամայի տակ երկել բան։ Հետո բոլոր երկերը, ասենք երկիչ երկչույներ որ գասեն, դրանք YouTube-ներում կա։ Ու երբ հաղորդումը գնում է, այդ YouTube-ը փակում է իրանց ցայները։ Ու դից մենք վատ վիճակի մեջ։ Պետք է երկես անց երկ որ չկա իրանց մոտ, որ իրանցը չի։ Թեկուզ ակապելա մի գեղեցիկ երկ կատարես մեզ համար։ Իհարկե մեծ հաճույքով։ Խնդրեմ, սիրով մեկ էլ մեծ հաճույքով կլսենք։ Մենք ասելով ես ու հերոստատիտողը։ Խնդրեմ։ Համբեց կորավ լույս ընկան ատեր մտեքոն Համբեց կորավ լույս ընկան ատեր մտեքոն Արտով կանցնի իմ ճամփան Կերթամ յարիս տուն Արտով կանցնի իմ ճամփան Կերթամ յարիս տուն Սերաս գաղտնի թող մնա Սերաս յարիս հետ Սերաս գաղտնի թող մնա Սերաս յարիս հետ Ճամփեն պիտի չիմանա Թե ու կերթամ ես Ճամփեն պիտի չիմանա Թե ուր կերթամ ես Ապրես, Ալլա ջան, շատ զրնգուն, մաքուր, հստակ ձայն ունես, որ առանց որևէ բանի, առանց որևէ էֆեկտների, առանց որևէ նվագարկության երգում ես, ամեն մի երկիչ երկչույի չի, որ համարձակվում է տես երկը։ Ապրես, շատ շնորհակալ եմ քո գեղեցիկ կատարման համար։ Այսինքն դեռ չես հասրել երկեր զայդագրվեց տեղ, այսինքն դու պետք է արդեն ունենաս քո շրջապատը, ովքեր գործիքավորում են, ովքեր երկեր են որ աշխատանքի քիչ-քիչ մտնես գործի մեջ։ Հա։ Հիմա այդ քո ինչ որտեղ ասում ես մենեջեր ես աշխատում, դրանով դա ապագա չունի երևի այդքան։ Չէ, ուղղակի այնքան որ պետք է, այդ աշխատանքն էլ է պետք, բայց հիմա իմ ընկերությունը Փառք Աստծո շատերը ստեղ են Երևանից իմ ընկերները ամեն ձևի առավոտ գիշեր զանգում են, հա, ինչ անենք, ոնց անենք, բան։ Հիմա ես ուզում եմ իմ պլաների մեջ կամ երկու հատ լավ երգ գրեմ, արդեն սկսել եմ կամաց, կեսը կա։ Սուկ եփելու ժամանակ։ Ահա։ Տապակելու։ Ես անգամ հնդուշկա կեփեմ միգուցե ավելի լավ ստացվի այս տոներին։ Չէ, իսկականից իմ երազանքն է Արման Հովհաննիսյանի համար մի հատ երգ գրեմ, սիրուն, նենց եմ ուզում։ Ու արդեն գիշերներ պատկերացեք չեմ էլ քնում։ Հենց Քունստանում մեկ էլ բարերը սենց սկսում են շարժվել։ Երաժշտությունը որտեղ է ցայնագրում կամ ახალ դաշտավորներ չկա որ գոնե։ Աշոտ ջան, ես չգիտեմ, չէ, էդի երևի վերևից է գալի, որտեվ ես եթե երգը գրում եմ, իմը երաժշտության հետ է գալի։ Այդ որտեղ է ոչ միտեղ։ Որ հիշես հետո չմոռանաս։ Չէ, հենց բան եմ անում, մի անգամից դիկտաֆոնի վրա երգում եմ։ Այո։ Թողնում եմ։ Հա, դիկտաֆոնի Հա, վրա։ հետո ուղարկում եմ այդ բանին, գործող արանժիրովщик։ Գործիքավորող։ Հա, իրան եմ ուղարկում, վերջ ասում եմ, էսա հիմնական երաժշտությունը ու բարերը։ Ու ինքը այդ որ ասում այդ ոսկորի վրա սկսում է իր ֆանտազիայով այդ միսը, այդ երաժշտությունը հավաքել։ Գործիքավորում։ Շատ լավ ընկեր ունեմ Երևանում, Սպարտակը, ինքն է մի քանի երկի։ Ուղարկում ես իրան ինքն դե հա։ Դե քանի որ ընդեղ էի անում էի, հիմա որ ստեղ եմ, երևի պիտի ստեղից իրան ուղարկեմ։ Հա, ինքը արդեն իմ ոճը գիտի։ Դրա համար մի անգամից ասում եմ, սենց հա պետք ինքը անում է, շատ սիրուն ձևով։ Հաստատ այդ յուրաքանչյուր երկիչ կամ երկչուի երազում է անկախ տարիքից ասենք որևէ մենահամեր կամ համերգ ունենալ, մտքով այդպես բան անցել է, երազում ես այդ օրվա։ Հա, ճիշտն ասած շատ եմ երազում։ Ու ասում եմ ինձ մի հատ ստադիոն տվեք, էլի։
փորձ պետք չի, ոչ մի բան պետք չի, մի հատ ստադիոն տվեք, միկրոֆոն, ասեք Աննա ջան, ժամը 5-ից մինչև 8-ը պիտի երգե ստադիոնում 100,000 հոգի մարդ կա։ Գիշերվա 3-ին զարթնացրեք, գամ երգեմ, մենակ երգեմ, ու որ ասում են մտքերը մեկ-մեկ վերև հասնում է, կարող է տենց էլ լինի մի օր։ Հələ պետք է փոքր սրահներում կամ ստեղի հանդիսատեսի մոտ ճանաչվես դու։ Սիրվես, ճանաչվես, սիրվես, արդեն մնացած իրանք են բացում քո ճանապարհը, ժողովուրդն է բացում, հարթում է ճանապարհը։ Մենակ սիրի, հետո գիտես ինչ, որտեղ ոչ մենակ արվեստագետ է սիրում, որպես մարդ էլ է։ Պետք է սիրի անպայման։ Դիմանա որ դու լավ մարդ ես, որտեղ դրանք զգում են, թեկուզ հեռուստատեսություն, այսօր խոսում ենք իրար, հեսա իրանք զգում են։ Քո մարդ լինելը, քո բարիությունը, քո ճիշտ ապրելը, ճիշտ պահելը, բան, այդ բոլորը իրանք գնահատում են, այդ բոլորը գումարում են քո տաղանդին, քո շնորհքին, նոր ընդունում են իրանք։ Հիմա դու պետքա գրավես սկզբի ժողովրդին, թեկուզ փոքր սրահներում, թեկուզ այդ որ ասում ես մեկ-մեկ հարսանիքում էլ ճանաչվում են մարդիկ։ Բա ինձ որ մեկ-մեկ ասում են, «Ոյ, ռեստորանում ես երգում», սենց ինչ-որ բանով։ Այդ առաջ էի դից ասում, հիմա դա չի։ Հա, ասում եմ, այ մարդ, այդ մարդ ով որ գալիս է ռեստորան, Լասկալո էլ է գնում Իտալիա օպերա լսելու, ինչ տարբերություն, կարևորը նա դու ոնց ես մատուցում ու ինչքան դու ազնվես քո հանդիսատեսի հետ։ Եղավ, Աննա ջան, հիմա նորից մենք անցնում ենք գովազդի, որից հետո շարունակվենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունքի եթերում նորից հետո կշարունակեմ զրույցս երգչուհի երգահան մի մարդ, որը երազմա ստադիոնում երգել մարզադաշտում Աննա Եդիգարյանի հետ։ Գովազդի արդյունքի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Աննա Եդիգարյանի հետ։ Աննա ջան, մենք լավ շատ հետաքրքիր զրույցի վրա ընդհատեցինք, անցանք գովազդին։ Ես ուզում եմ, որպեսզի դա շարունակենք, անպայման ամենտեղ պետք է երգելու, դա հիմա որ նայում ես, բոլոր հանրաճանաչ, համաշխարհային մակարդակի բարձր երգիչները սկսել են ինչ-որ քլոբներից, չգիտեմ, մարդկա փոքր տեղերից, աննշան տեղերից քիչ-քիչ, հետո այդ մարդուն ճանաչել են, հետո մարդիկ են սկսել իրանով հետաքրքրվել, այնպես որ որտեղ կանչում են երգի ու աշխատի, որ լավ երգերը ցույց տաս, ու քեզ լավ ցույց տաս, լավ կողմից։ Ու ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հաջողություն եմ ցանկանում, հաջողություն մաղթում։ Հիմա նայի դու արդեն ճանապարհ անցած երգիչ ես։ Այսօր շատ երգիչ երգչուհիներ կան, որ ասում սունկի պես աճում են։ Ու պատկերացեք մեկը մեկից տավ։ Ու ամեն մարդ իր ժամանակը պետք է զգա ու աշխատի ինչքան կարա շատ։ Հետո որտեվ կարող է ուշանա, որտեվ հետևից գալիս են, ավելի լավը կգա հետևից, այրվիլի երիտասարդը կգա ու իրանք անցնեն։ Դրա համար ժամանակը պետք է օգտագործես, քանի կաս, քանի ձայնդ կա, էներգիատ կա, շունչդ կա, տեղը պետք է անես։ Ես քեզ հաջողություններ եմ ցանկանում։ Ինչ ես սկսեց հիմա այսօրվա մեր երգիչ երգչուհիների
երգիչների մասին ինչ կասես։ Նոր Երիտասարդ սկսնակ բան տես արդեն ուղղակի երգիչներ կան, օրական մեկը դուրս է գալիս, ու շատ լավ է։ Լավ է թող երգեն, թող ուրախացնեն մարդկանց, վատ բան չէ դանը։ Չէ, շատ հետաքրքիր ձայներ կան, շատ հետաքրքիր կերպարներ կան, որ ես իմ մոտ գիտեք ինչ բնավորությունն է, որ ես երգչի եմ, իմ համար մի քիչ դժվար է դատել ինչ որ մեկին կամ ուղղակի իմ մտածելակերպը էլի ասել, բայց ես ասում եմ, եթե մեր երգիչը, երգչուհի, ասենց այն ասում կոպիտ ասած բերանը բացում ուզում է երգի, ես ուզում եմ լսեմ։ Ու իմ համար մեկը ով է, ինչ է, եթե լավ է երգում, ես կարամ անգամ իմ մոտ ռեստորանում ես երգում եմ, մի հատ մեկը գալիս ասում է կարելի է երգեմ, ասում եմ իհարկե։ Ոնց սկսում է երգել, ես չեմ դիվանում, ես պիտի ճակատը պաչեմ, ասեմ հալալա։ Ուրեմն ես շատ ուրախ եմ, շատ լավ սերունդ կա, շատ ուժեղ երգիչներ կան ու ճաշակով կարևորը։ Հետո ամենասիրած բառը սիրում եմ, որ համով են երգում։ Եթե երգը համով են մատ։ Երգի ահուբի բառը պիտի տեղը լինի։ Ինձ սիրտը սենց շոյվո ապրեն, թող Աստված տա իրան գնան առաջ, թող մեր հայ ազգը только вперед ամենալավն ու բարին են ապրեն։ Դու հիմա ամեն ինչ կիսա թողել եկել ես, դեռ չադաշված էիր, երգում էիր, պահանջված էիր, հիմա ոնց որ դու ամեն ինչ նորից սկսես այս տարիքում, այնպես որ պետք է չքնես, պետք է աշխատես, պետք է ստեղծագործես, պետք է ցույց տաս։ Ուրեմն դու գոհ ես այսօրվա երգիչ երգչուհիներից, կան տաղանդավորներ։ Շատ գոհ եմ, իրոք շատ ապրես գոհ որ դու եմ։ ամեն լավատես ես, որտեվ շատ մարդիկ կան, ինչ են անում, դե լավ հասկացանք Չէ, անում են ամեն ինչ անում են ու տաղանդավոր են մեր երիտասարդությունը։ Ոչ միայն երգի ասպարեզում, ոչ միայն մշակույթի։ Դու գիտության տոպան տեսնես խելոք երեխեք գնացել ու ինչ-որ երկիրն են ասել, սովորել եկել ու իրանց այդ ամեն ինչը դնում են իրանց հայրենիքի, իրանց ժողովրդի համար։ Այդ շատ հաճելի է, շատ ուրախալի է, շատ գովելի։ Աննա ջան, ես ու դու պայմանավորվել ենք հեռախոսով որ խոսում ենք իր հետ, որ դու իրական պատմություններ ու մի հատ էլ գոնե անեկդոտ մի պատմես։ Ահա եկավ ժամը իրական պատմությունների։ Հիմա կարող եմ մի հետաքրքիր պատմություն պատմես։ Ցանկալի է որ զվարճալի լինի։ Ուրեմն այդ հայտարարություն են գծնում փողոցում կրկեսի համար պետք է աշխատող ձի, կենթանի ձի։ Ու մի հատ ձի զանգում է կրկես, տնօրենը վերցնում է տրոպկեն, ասում է լսում եմ ձեզ, այս ձին ասում է բարև ձեզ, ասում է բարև ձեզ, ես ձի եմ, գիտեմ որ ձեզ ձի աշխատող է պետք արամ, ձեր կրկեսում աշխատեմ, այս տնօրենը ասում է ինչ ես կարող անես, հայ ցավը տանեմ ասում է այսքան կես ժամ հետդ խոսում եմ հերիք չի։ Սխալ սկսեցիր այդ անեկդոտը։ Չէ, մի քիչ Վերջից եկար։ Մի անգամից դու մատնեցիր ինչի մասին է։ Ուղղակի տնօրենը նստած է իր կաբինետում առանց զանգակայից, բարև ձեզ, ես բանը, ինչպես եք, ասում շատ լավ եմ, դուք ինչպես եք, ես ուզում եմ ձեր մոտ գամ աշխատելու, ասում հա, բայց դուք ինչ եք անում, կրկեսում որևէ բան տանես, որ գաս ես աշխատելու, ասում Հոտուդը շվի կես ժամ հետ էդ խոսում եմ, ասում ես ինչ պետք է անես, խոսում եմ, ինչ պետք է անեմ։ Լավ անեկդոտ, բայց գիտես չի անեկդոտն եմ շատ հետաքրքիր ներկայացնել, ճիշտ ներկայացնել։ Չէ, իրական պատմություններ չունես քո այդ պատահած, այդ համերգների ժամանակ, հարսանիքների ժամանակ, բեմում, ռեստորանում երգում ես, մեկը ասենք խմած է գնանք Քուրջանն Կա, ասենք երգերի պահով է շատ, այն որ ասում եմ մեր երաժիշտները ասում երեխեք, ես պիտի Նոստրադամուսը դառնամ, որտեղ մեր տրամատիկ որ մի քիչ քեֆը լավ ալնում մի երգ ա ուզում, մի օր մեկը մոտեցավ ծնունդեր, ասեց, դե տեսնում ա Լյուբա Ուսպենսկայի շատ եմ երգում, սիրուն, հավանեց, եկավ ասեց, Գոյրիկ ջան, մի հատ սուջբան էլի երգիս այդ ուսեց անում ձեզ, կներեք էլի սուջբան որն ա կարաս, միթե ալամ աշխարհի երգումը սուջբան չգիտես, այդ ցավը տանեմ, ահո Հիմա տղեկին ասում երեխեք սուջբա որի երգն ա, կարող ոչ չգիտեմ, ասի ինձ 5 րոպե կտակ, բահա Սենց բեմից իջան նստեցի մեկ էլ հասկացա որ գիտարան ա ուզում, որտեղ ասում է սուջբա մայա լիցիվայա, ոնց չես հասկանում, եթե մունատակալ է ասում եմ գիտարանը, հա, բա ասում ես չգիտեմ, ասում եմ ասեք, ու տենց միշտ մի հատ բառ են գտնում, քիչ ամնում այդ ստորակետ է անում տան, ու պիտի գուշակես ինչա ուզում այդ մատը, որ իրա սրտով ելնի, ու տենց ամեն անգամ Որ մեկը կա, տես մի անեկդոտ կար է պատմություն գաս մի հատ առագիլը երկել է ցավը տան ինչ որ հաշիվնա
Մի հատ այդ առագիլը երկի, տալիս է փողես երկպա, բարի առագիլ, բախտի առագիլ, անեկդոտ ասա, կազած ման, առագիլը ուզում է դի չես երկում, ասում առագիլը, չէ անեն առագիլը մի հատ էլ է տալիս, սա մի հատ ուրիշ առագիլ է երկում, որտեղից հակատնում, սա էլ ենք ասա, սաղըտան, ես մարդավարի հայերեն ասում եմ, առագիլը երկում, ընգել ես սարոձորով, դե չի, մի հատ էլ առագիլ երկում, ասում Այդ առագիլը չգիտես քեզ փողն է կալում։ Ասում եմ որն է այդ առագիլը, ասա մի հատ երկեմ սենց ամ։ Դու միջև հիմա այս տարիքում քեզ է երկի չի տես դրե։ Առագիլը չգիտես որն է, ասում եմ որն է այդ որ առագիլն ասում եմ, որ ասում եմ սիրուն կակապ նաղուշուտ այսա։ Հիմա այդ ամեն գալիս է ուրիշ անեկդոտ կամ իրական պատմություն պատի պատմես։ Ախր ինքան բան է չեմ կարող հիշեմ։ Մի օր մի հատ պապիկ եկել է թորիկի ծնունդն է։ Դե տեսնում ա որ ռուսականս լավ է շատ եմ երգում։ Եկել ասում է բալես։ Մի հատ երգ կա, պիտի երգես ձև չկա, ասում մի անգամից ասում եմ հա հայրիկ ջան ինչ երգ եք ուզում։ Այն որ Գալուբոյ Սարաֆանի մասին։ Ասում եմ պապին չոտը ինչի։ Ասում եմ հայրիկ ջան ինչ Գալուբոյ Սարաֆանի։ Դա լավ խմած հալ չկա վրե։ Աղջիկ ջան, դու խայտարակ չես, մի հատ Գալուբոյ Սարաֆանը երգի։ Սենց նայ ասում եմ, լոգիկայով սկսեց աշխատել, ասում раз ծնունդն է, ուրեմն ասում եմ, пусть бегут, Голубой вертолётի մասին այդ։ Ասում ես Голубой вертолёт, պապի, բա ինչ ես մի ժամա ձև է տապում։ Ես էլ սենց, Աննա ջան ավարտեց մեր հաղորդումը, ավարտեց մեր զրույցը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, սպասում եմ, որ վերջի դու նոր ձայնագրություններ կանես, նոր երգեր կգրես, համեր կկազմակերպես, տեղ ունենք էլ կան, կնայենք ուրախանանք։ Եվ Քենեթ փողոցի վրա Քենեթ Վիլիջ ծաղկի սրահ կա, որի հետ մենք համագործակցում ենք, նրանց կողմից ու մեր կողմից, ուզում ենք քեզ նվիրել մի համեստ ծաղկեփունջ հիշատակ այսօրվա։ Մինչ նոր հանդիպում։ Շատ շնորհակալ։ Շատ շնորհակալ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, մեր հյուրն էր, իմ հյուրն էր Աննա Եդիգարյանը, երգչուհի եւ երգահան։ Իսկ հիմա հաղորդման եզրափակիչ խոսքերը։ Մարդ, ով տխրության պահին հետը չեղավ, ուրախության պահին անելիք չունի։ Այսքան բան բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ձիվանի վրից լաքա հանում եք։ Մենք ամեն ինչի վրայից էլ լաքա հանում ենք։ Ուրեմն, այս հասցեն, այս էլ փողը։ Լաքան էլ պարկած առավոտից երեգուն դիվանին, պուլտը ձեռը։